Թուրքիան ի թիվս այլ երկրների արձագանքել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, ողջունելով դրանց խաղաղ ընթացքը։ Անկարայի այդ դիրքորոշումն ամփոփվել է երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, որի տեքստը ավելի ուշ վերախմբագրվել է։ Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում Անկարան սկզբում հույս էր հայտնել, որ ընտրություններից հետո պայմաններ կստեղծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար։ Այնինչ ավելի ուշ թուրքական կողմը տեքստում փոխելով հայտարարության այդ մասը տարածաշրջանի խաղաղության կարգավորման գործում Հայաստանից ակնկալել է ավելի խիզախ քայլեր։ Սրանով փաստացի Անկարան ավելի հասցեական եւ կտրուկ դիրքորոշում է արտահայտել Հայաստանի հասցեին տարածաշրջանային գործընթացների առաջընթացը կրկին պայմանավորելով Երևանի հնարավոր քայլերով։ Կարելի է հասկանալ, որ խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին է, քանզի Բաքուն այդ հարցի ճակատագրի հետ է շահկապում Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական կնքումը։ Նույն օրը հունիսի 8-ին վերոնշյալ խնդիրներին մեջտեղ հատկացրեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Ադրբեջանի եւ Վրաստանի իր գործընկերների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ողջունելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացն ու մեկ անգամ եւս հայտնելով, որ այդ հարցում Անկարան եւ Բաքուն համատեղ են գործում, նա ասաց հետեւյալը. «Հույս ունենք, որ Ադրբեջանի հիմնավոր մտահոգությունները հաշվի կառնվեն եւ առանց երկար հապաղման կստորագրվի խաղաղության պայմանագիրը»։ Փաստացի Թուրքիան մեկ անգամ եւս պաշտոնապես աջակցելով Բաքվի դիրքորոշումը սատարեց սահմանադրության վերաբերյալ ադրբեջանական պահանջները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին, ապա վերջինս հիշատակելով հայ-ադրբեջանական գործընթացում գրանցված արդյունքները, նշեց, որ իր գործընկեր Հական Ֆիդանի հետ քննարկել են խաղաղության գործընթացին առնչվող կարևոր թեմաներ, այդ թվում վերջին գործընթացները։ Ադրբեջանական կողմում պաշտոնական դիրքորոշման նմանությամբ Հայաստանի հետ կարգավորման գործընթացի կարևոր բաղադրիչը համարում են սահմանադրության փոփոխությունը։ Ուշագրավ է, որ հունիսի 8-ին ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Թուրքիայի հետ կարգավորման հարաբերություններին եւ առաջիկայում ամբողջական կարգավորման ակնկալիք կամ վստահություն հայտնել։ Հաշվի առնելով հայ-թուրքական գործընթացների դրական դինամիկան, Միրզոյանը մասնավորապես ասաց հետեւյալը. որ իմ ակնկալիքը եւ կարծիքային է, որ շատ մոտ ապագայում մենք այսպես ամեն ինչ որ փուլում մի շոշափելի առաջընթաց ենք ունենում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով, բայց ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում ըստ էության ամբողջական կարգավորում կունենանք։ Վերջերս Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին մաքսային տեսանկյունից ուղիղ առևտուր իրականացնելու մասին, որի համար մեծ պատուհան է Կարս-Ախալքալակ երկաթուղու բացումը, որը Հայաստանի համար մինչև այդ փակ էր։ Բացի այդ, ավելի շատ է սկսել քննարկվել Կարս-Գյումրի երկաթուղու հարցը, որի բացումը կարող է էական փոփոխություն մտցնել տարածաշրջանային հաղորդակցային ուղիների գործընթացներում ի շահ Հայաստանի։